Ժողովուրդ, բարի գալուստ օպտիմիզացիա, երկու լավ մեծ ծանր գլուխ բրծանք, հիմա մի քիչ տենց 1.5-2 անգամ ավելի թեթև գլուխ ենք սկսում, առնվազն ծավալի մակարդակով, այս պահի պատկերացմամբ, խոսելու ենք օպտիմիզացիայից ու հիմնականում մոտեցումը լինելու են, որ փորձելու ենք մաքսիմալ մեքենայական ուսուցմանը մոտիկ պահենք, մեկ-մեկ կարող է ինչ-որ բաներ անենք զուտ, որտեվ դե օպտիմ ենք անում, եկեք էդ էլ անցնենք, ափսոսաչանցնենք այդ սկզբունքով մի հատ բովանդակության հետ կապված եթե հասկանանք, մեր պլանը սենց է լինելու։ Այսօր մի հատ որպես տենց թեթև ու հավեսի գցող դաս սովորելու ենք մի հատ օպտիմիզացիայի ալգորիթմ, ճիշտ երկու հատ օպտիմիզացիայի ալգորիթմ բանի հետ կապված։ Միաչափ օպտիմիզացիայի համար, որոնք որ հենց տենց R-ում կամ Python-ում հենց default ալգորիթմներն են միաչափ դեպքի համար օպտիմիզացիա անելու։ Իրենց կսովորենք տենց շատ որպես հավեսի ու տենց շախի ընկնելու համար հիմնականում միաչափ օպտիմիզացիա այդքան հաճախ չենք անելու, չնայած ML-ում էլ հաճախ պետք գալիս։ Եթե օրինակ մի հատիկ պարամետր ենք ուզում ընտրենք, մնացածը սա սառացրած է, այդ մեթոդները լավ հավեսով օգնում են։ Ու այսօր մեկ էլ սահմանելու ենք ինչա ուռուցիկ բազմությունը, ուղղակի որովհետև այդ մինչև այս չենք արել։ Ու ինչա unimodal ֆունկցիան գաղափարական մակարդակով համեմատ մնացածի զգալի ավելի հեշտ է լինելու այսօր։ Հետո հաջորդ դասին մի քանի հատ տենց ավելի շատ մաթեմոտ բան ենք նայելու ու տեղը գցենք, որոնք որ մի մասը արդեն գիտենք, մի մասը այդքան էլ չեն։ Ու դրանից հետո գալու ենք մտնենք սկզբում առաջին ածանցյալի վրա հիմնված բաներ, այսինքն գրադիենտի, այդ գրադիենտի վայրեջքի տարբեր վարիացիաներ ենք նայելու, գրադիենտի վայրեջքին գործնականի ժամանակ թեթև ծանոթացանք, այնտեղ մի հատ մանր կոդ գրեցինք, խոսալու ենք հենց կոնկրետ գրադիենտի հետ ինչա կարելի անել, օրինակի համար պահել պատմականորեն հին գրադիենտները իրանց օգտագործել հիմա, այսինքն հիշողության գաղափար մտցնելով ալգորիթմի մեջ։ Ու նայելու ենք նաև այդ step size-ը որ կա, այդ learning rate-ը, իրան ոնց է կարելի խելոք ձևով ընտրել։ Դրանից հետո գալու ենք այդ գրադիենտի հիշողություն, learning rate-ի ընտրություն իդեաները միավորենք իրար ու հերթով անցնենք ADA-GRAD, RMS-PROP ու ADAM ալգորիթմները։ Այս սրանք այտենց շատ մեծ խորությամբ չի լինելու, այստեղ մեկ էլ մի հատ բան մոռացա։ Մեկ էլ LBFGS, թեթև անդրադարձ ենք անելու հենց այն ալգորիթմներին, որոնք որ տենց իրոք հենց այս պահին օգտագործվողներն են։ Այսինքն real ցանկացած ինչ-որ նեյրոնային ցանց կամ եսի ինչ GPT վերցնեք բանման, իր օպտիմիզացիայի տակ ընկած են լինելու մեր դասընթացի ընթացքում նայած ալգորիթմները կամ իրենց տենց փոքր թեթև փոփոխված վերսիաներ։ Այս ամեն ինչը առաջի կարգի ածանցյալներից։ Դրանից հետո գալու ենք ասենք, բայց ոխր առաջի կարգով նայելը կարող է քիչ լինի, օրինակի համար ստեղ եկեք բացենք, օրինակի համար այսա ու այսա, այս իմ սիրած օրինակն է, այս կետում բոլորի ածանցյալը նույնն է, մի քիչ ծուր գծեցի, բայց պատկերացրեցիք։ Ասում ենք եկեք երկրորդ կարգի ածանցյալն էլ հաշվի առնենք, բայց երկրորդ կարգի ածանցյալը այդ արդեն մեր մոտ մեր հայ հեշյան մատրիցն է, չէ՞։ Էդ էլ ասենք n պարամետր, n քառակուսի պարամետր, եթե n-ը միլիոն է, այս արդեն լինում է բում։ Դե արի է դրա հետ յոլա գնա։ Անցնելու ենք, թե լավ, բա ոնց կարանք այս հեշյանի գաղափարը մոտարկենք։ Օրինակ, եթե հենց մեքենայական ուսուցումում հանդիպող խնդիրների տեսակ ենք նայում, այդտեղ ինչ տրյուկ կարանք անենք, որ հեշտանա մեր կյանքը։ Այդտենց փորձելու ենք երկրորդ կարգի օպտիմիզացիայի, երկրորդ կարգի ածանցյալի հիմքով օպտիմիզացիայի բաներ անել։ Հետո բռնելու ենք, ասենք, տո հերիք եղավ, ո՞լ եղավ ածանցյալի ձեռը տանջվենք, եկեք հələ գնանք տեսնենք, իսկ ինչ ալգորիթմներ կա, որ ածանցյալ ընդհանրապես չեն օգտագործում։ Այնտեղ սովորելու ենք բավականին հավես ալգորիթմներ, տենց Nelder-Mead, կոորդինատային վայրեջք, բայց սրանք լինելու են էլի նենց բաներ, որ կոնկրետ օգտագործվում են հենց սպային որպես default ալգորիթմներ։ Օրինակ, մեր առաջի կլասիֆիկացիայի ալգորիթմը, որ անցնենք, լոգիստիկ ռեգրեսիան է լինելու, իրեն կարելի է coordinate descent-ով սիրուն անել։
Այս Naylor Mead բանման մի խոսքով կանցնենք, այս մեկը շատ եմ սիրում, որովհետև իրան որ աշխատանքը նայում ես, ոնց որ խմած մարդու քայլելու նման է աշխատում։ Բայց լավ։ Դրանից հետո այստեղ գալիս ենք այն պահին, որ ես այդքան է վստահ չեմ, գուցե անցնենք բան, constraint օպտիմիզացիային, դա նա որ պետքա գտնենք լավագույն կետը, բայց ունենք սահմանափակումներ, օրինակ այս կոորդինատը պետքա սրանից փոքր լինի, n-ը նրանից մեծ լինի ու տենց ու տենց։ Դրանից հետո գնալու ենք էվոլյուցիոն ալգորիթմներ։ Սրանք տենց մեր սիրելի Չարլզ Դարվինի տեսության բավականին տենց ռեզոնանսի մեջ մտնող ալգորիթմներ են լինելու, որտեղ հենց ասելու ենք ոնց կարանք սահմանենք բնակչություն, պոպուլյացիա, այդ պոպուլյացիայից ոնց կարանք ընտրենք ծնողներ, այդ ծնողները ոնց կարան իրար հետ սարքեն երեխեք, այդ երեխեքին ինչ մուտացիա է կարելի կիրառել բանման ու տեղ այդ ամեն ինչը լինելու է ոնց որ բանի մակարդակով։ Ի վերջո ինչ որ բանի օպտիմալ պարամետրեր ընտրելու մակարդակով։ Հետո գալու ենք Bayesian օպտիմիզացիային։ Այս էլ այնա, որով այն ալգորիթմը, որով օրինակ որոշում են որտեղ հողը փորեն, որ նավթ գտնեն, երբ որ ինչ-որ խնդիրներ ունենք, որ ֆունկցիան աշխատացնել, արդյունք ստանալը շատ թանկ է մեր վրա նստում, չեն կարող ասենք, դաշտ նայեք, եկեք ամենտեղը փորենք, գտնենք, տենանք նավթը ամենաշատը որտեղից է դուրս գալիս, կամ օրինակ ինչ որ եկամեքենայական ուսուցման ալգորիթմ պետք է աշխատացնենք, չգիտենք այդ step size-ը այդ ալֆան 0.1 դնենք, թե 0.01, շատ թանկ է նստում մեր վրա ընտրելը, բայց ուզում աշխատացնելը, բայց ուզում ենք ինչ որ ձև այդ լավագույն պարամետրերը գտնենք, այդտեղ գալու ենք արդեն այս Bayesian օպտիմիզացիայի կոչվածին, որը որ ամենալավ մոտեցումն է հենց մեքենայական ուսուցման այդ պարամետրեր, հիպերպարամետրեր ընտրելու համար։ Դրանից հետո հաջորդ թեման, որ նայելու ենք, այդ բազմակրիտերիա օպտիմիզացիան է լինելու։ Օրինակի համար, եթե ուզում ենք գնանք շաուրմա ուտենք, հիմա եթե ասենք ուզում ենք այդ շաուրման ամենահամովը լինի, կարանք գնանք ինչ որ շատ թանկանոց շաուրմա ուտենք, բայց եթե մի հատ էլ ասենք ուզում ենք ամենաէժանը լինի, կարող գնանք ինչ որ տենց շաուրմա ուտենք, որ մենակ մի անգամ է հնարավոր դա ուտել։ Իսկ ինչ եթե հիմա ուզում ենք երկուսը միասին, այսինքն միաժամանակ ուզում ենք համ համով լինի, համ էժան լինի։ Մի քանի կրիտերիա ենք ուզում օպտիմիզացնենք, ու այդ կրիտերիաները իրար հետ կոնֆլիկտի մեջ են։ Մեկը մեծացնելուց, ինչքան համով է, այդքան էժանությունը ընկնում է։ Այդտենց դեպքերում ինչա կարելի անել։ Այսինքն մոտավորապես այս ոնց որ իմ երազանքային պլանն է, ինչքանը կկարողանանք իրագործել, ընթացքում կզգանք, բայց ինձ թվում է ամեն մի թեմային առնվազն կշոշափենք այսօրվա նշածներից։ Ու հա, այդ դասընթացի բովանդակության հետ կապված, մեկ էլ նյութի հետ կապված ասեմ, հիմնականում մեծամասամբ հիմքը լինելու է Մյունխենի LMU համալսարանի մագիստրատուրայի օպտիմիզացիան մեքենայական ուսուցման մեջ կուրսը։ Ես այտենց նորմալ որ սովորել եմ, այս սրանով եմ սովորել, ստեղից եմ ծրելու ինչ-որ նյութեր, սա լրիվ բաց հասանելի տեղադրած է ամեն ինչը։ Ու հա, ու ինչ-որ բաներ էլ տարբեր ուրիշ տեղերից ծրած կամ մեր կողմից գրած։ Այսօր ոնց որ ուղղակի սլայդերով կնայենք ինչ-որ այդ ալգորիթմները, հիմնականում գործնականներին մեր ու նաև տնայինները լինելու է ինչ անցնում ենք 0-ից սարքել։ Մեկ-մեկ կարող է ինչ-որ տենց ավելի թուղթ ու գրիչի տնայինները լինեն, բայց հիմնականում ուզելու ենք ինչ սովորել ենք 0-ից Python-ով իմպլեմենտացիան իրա անենք, մեր գործնականները տենց է լինելու, ու տնայինները։ Ու լավ, գնացինք։ Ահա։ Սա մի հատ մեծացնենք, օպա, ներողություն, սովորացել էր ապրիկյանը, այսենց։ Ահա, գրվում է, շատ լավ է, կներեք։ Ու օպա, չէ, այսենց, ներողություն, աշա, այսենց գնաց։ Դա ժողովուրդ, այսօր մի հատ արագ կսահմանենք ինչա ուռուցիկ բազմությունը, ուղղակի որ դա ունենանք։ Կխոսանք unimodal ֆունկցիաներից, որովհետև այս ալգորիթմները ենթադրելու են, որ unimodal ֆունկցիաների հետ են աշխատում։ Մեկ էլ թեթև անդրադարձ կանենք stop տալու կրիտերիային, դրան էլ տնայինի մեջ ու գործնականի մեջ անդրադարձ արվել է մեր մոտ, բայց մի հատ էլ այստեղ ավելի ֆորմալ կնշենք, որովհետև տնայինի ժամանակ տենց շփթփ էինք արել ավելի շատ էլի։ Գնացինք։
Սա sense մնում է։ Դե ուռուցիկության հետ կապված մենք անցել ենք թե ինչ բան է ուռուցիկ ֆունկցիան, այդ այն ֆունկցիան է, որ կարող ենք sense երկու հատ կետի համար գիծ միացնենք ու ինքը ընկած լինելու այդ գծից ներքև։ Այսինքն ցանկացած x-y-ի համար, եթե նայենք բոլոր այս x-ից y ընկած ինտերվալում կետերը, ֆունկցիայի արժեքը ավելի փոքր է լինում, քան այս fx գումարած t անգամ fy մինուս fx-ը, սա կարող ենք նույնքեւ բանով վերասահմանենք, էլի լյամդա fx գումարած 1 մինուս լյամդա fy-ով իրար համարժեք են, էլի այս մոտեցումները։ Ուղղակի լյամդան եթե վերցնենք 1 մինուս t որպես։ Բայց սա ֆունկցիայի մակարդակով։ Այնտեղ խիստն էլ նա որ հավասարի նշանի չկա, բազմության մակարդակով այդ այնա, որ ասում ենք, եթե այս բազմության մեջ ցանկացած երկու կետ վերցնենք, կպցնենք իրար, բոլոր կետերը լինելու են բազմության մեջ։ Իսկ այստեղ մեզ ֆունկցիա պետք չի։ Ուղղակի օրինակի համար, եթե վերցնեմ x քառակուսի գումարած y քառակուսին հավասարա 4 ասենք։ Այս ձեզ ուռուցիկ կլինի, այս բազմությունը։ Այսինքն ասում եմ x, y-ները այնպես որ սա հավասարա 4-ի։ Մի քիչ կրսական հարց եմ եկել որպես հուշում։ Ինչ կարծիք եք, բայց Հավասար 4-ի թե փոքր 4-ով։ Այ ապրեք, եթե հավասար լինի ուռուցիկա, թե չէ։ Հավասար դեպքում այդ գիծը չի լինում։ Հավասար եզրն է։ Հա, դե այդ գծի դեպքում չէ երևի։ Ահա, ճիշտ է, որտեղ ցանկացած երկու կետ կվերցնենք, իրար միացնենք իրան, օրինակ այսա չի պատկանի բացին, սա էլ։ Սա ուռուցիկ չի, իսկ փոքր հավասարը, այսա։ Հա, դա ուռուցիկ է։ Հա, այս մեկն էլ օքեյ է։ Հա, շատ բարի։ Զուտ ուզում եմ մի հատ տեսել սահմանենք, որտեղ չէին կարել միջևես, չէին ասել ինձ սա։ Ու հիմնականում ոնց որ երբ որ ինչ-որ օպտիմիզացիայի խնդիր ենք ունենում, մեզ շատ ավելի հաճելի է, շատ ավելի գլխացավանք է, երբ որ մեր արժեքների բազմությունը ուռուցիկ չի լինում, այսինքն ֆունկցիան, որ ուզում ենք օպտիմիզացնենք, ուռուցիկ չի, այդ ավելի քիչ գլխացավ է, քան եթե մեր որոշման տիրույթ է, այսինքն այն արժեքները, որ կարա ֆունկցիան այն կետերը, որտեղ որ ֆունկցիան սահմանված է, եթե ուռուցիկ չի, այդտեղ ավելի դժվար է գործանալ, այսինքն մեզ ավելի լավ կլինի ազատ ֆրֆռանք ոնց ուզենք, բայց այդ ֆրֆռալուց ինչ որ այնց ֆունկցիայի արժեքները պրոբլեմատիկ լինեն, քան թե ֆունկցիան sense սիրուն լինի, բայց մենք չկարողանանք ազատ ֆրֆռանք։ Դրա համար նաև կարևոր է հասկանալ մեր մուտքերը, հենց իրանցով ուռուցիկ են, թե չէ։ Մուտքերի բազմությունը ուռուցիկ է, թե չէ։ Այս լավ, շատ բարի է, այս մեր թեթև անդրադարձը։ Սա ջնջենք։ Ուռուցիկ բազմություններն է, եթե մի հատ շատ արագ կրկնենք, պետք է այս կետից ներքև լինեն, օրինակ մոդուլ x-ը կարող ենք սահմանել, սիրուն տեսնենք, օրինակ y-ի մինուս x քառակուսին, որը տենց լավ ֆունդամենտալ ֆունկցիա է, տեսնենք, օպ, այստեղ մեկը ներքև է, մեկը վերև ընկած։ Ու մի քանի հատկություն էլ, որ եթե ունենք մի քանի ուռուցիկ ֆունկցիաներ ու նայում ենք իրանց ինչ որ կշռված միջին, հեշտ դեպքում ոնց որ կարող պատկերացնենք, ասում ենք f1 գումարած f2, սա գիտենք, որ ուռուցիկ է, նաև 1/2-1/2-ն էլ էր լինելու, բայց նաև դրանից բացի, եթե ուղղակի տարբեր գործակիցներ վերցնենք, ինչ որ դրական, կարող ենք ասենք, որ այդ գործակիցներով գումարն էլ կրկին ուռուցիկ է լինելու։ Սա սահմանումից բավականին հեշտ կարող ենք դուրս բերենք։ Ուհա։ Ուռուցիկ ֆունկցիա, ներողություն, ֆունկցիաների համադրույթը նաև գիտենք։ Եթե մեկը գծային լինի կամ ուղղակի մոնոտոն նվազող լինի, դա էլ գործնականից տեսել ենք, որ դա էլ է ուռուցիկ։ Ու մեկ էլ եթե ինչ-որ երկու հատ ֆունկցիա ունենք, s ուռուցիկ ու s ուռուցիկ, եթե կետ առ կետ բռնենք ու նայենք ամեն մեկի մաքսիմումները, դա նույնպես լինելու է ուռուցիկ։ Այս էլ մի քանի հատկություն, որ հետագայում կարող է օգտագործենք։
Մի երկու բան էլ ասեմ ու հարցեր լսեմ։ Հա, խիա մեզ այս ուռուցիկությունները հետարքիր, եթե ֆունկցիան ուռուցիկ է, իր ցանկացած ներողություն, իր ցանկացած օպտիմում լինելու է գլոբալ։ Այսինքն մի հատ գտանք, որ այսօր ինչ-որ պստիկ շրջակայքում ինքը ամենափոքրն է կամ ամենամեծն է, ուրեմն ամբողջ տիրույթում ինքը լինելու ամենափոքր ամենամեծը։ Այդ շատ հաճելի է։ Այսինքն պետք չի ընկնենք գլխացավի մեջ, ասենք, վայ, բա մեր այս ալգորիթմը մենակ լոկալ է, թե գլոբալ է գտնում բաման։ Լոկալ գտանք, всё, ուռա։ Իսկ եթե մի հատ խիստ ուռուցիկ է, այդ вообще տենց երազանքային սյուժետ է, որովհետև այդ դեպքում գիտենք հենց մի հատ կոնկրետ բան կետա ունենալու, մինիմումի կետա, օպտիմումի կետա ունենալու։ Դեն իր հատուկ է լինելու այդ կետը։ Մենակ այստեղ սրանք սաղ օպտիմումի կետեր են։ Այստեղ մի հատիկ յուրահատուկ։ Ահա։ Դա ժողովուրդ, այստեղ ինչ որ տենց շատ նոր բան չկար, ինչ որ հարցեր մինչև այստեղ։ Հայկ ջան, խիստ ուռուցիկը, որ խնդրեմ կհիշեցնեք, որն էր։ Խիստ ուռուցիկի դեպքում այստեղ, որ ասում ենք պետք է այս գծից ներքև լինի, իրականում ուռուցիկի համար կարա այս գծին կպնի էլ։ Օրինակ, այսպես եթե լիներ, այստեղ այսպես գար ու այսպես գնար, ոչ մի պահի այս գծից վերև չի անցել, չէ՞։ Բայց գծին հավասարվել է։ Օրինակի համար նաև ուղղակի սովորական գիծ եթե վերցնենք, այս գիծը ինքը լինելու է ուռուցիկ, որտեղ այս երկու կետերով միացնող գիծը որ նայենք, այդ գիծը իրանից ներքև չի։ Խիստի դեպքում հավասարությունը չի կարելի, այսինքն ինքը այս կետագծերով նշվածին իրավունք չունի կպնի, պետք է միշտ տակը լինի։ Հասկացա։ Մերսի շատ։ Ձեզ մերսի հարցի համար։ Շատ բարի։ Էլի ինչ որ հարցեր ցանկացած ժողովուրդ։ Լավ։ Այս ուռուցիկներից խոսացինք, եկեք մի հատ անցում անենք բանին, unimodal կոչվողին, որը իրականում էլի տենց երազանքային ֆունկցիա է։ Ինչ է նշանակում unimodal? Uni նշանակում է մեկ, մի հատ։ Mod-ը նշանակում է ինչ որ տենց իրականում վիճակագրության մոդը ավելի շատ նշանակում է այն ամենահաճախ հանդիպող կետ, բայց ֆունկցիաների կոնտեքստով մենք մոդը ասում ենք սենց ինչ որ հենց բանին։ Անգլերենով peak, հայերենով ոնց որ ինչ որ գագաթին կամ ինչ որ տենց կտրուկ տենց վերևի մեծ կետին կամ սովորական մեր լեզվով ասած օպտիմի ոնց որ բան, մաքսիմում մինիմումին ենք ասում։ Հիմա unimodal-ը դա նա, որ ունի ճիշտ մի հատ, մի հատ օպտիմումի կետ։ Դա կլինի մինիմում թե մաքսիմում, կարևոր չի։ Հիմա մենք մինիմումի հետ ենք աշխատելու, մեր մոտ ամեն ինչ լինելու է մինիմիզացիայի խնդիրներ, մաքսիմիզացիա եք ուզում, խնդրեմ, ֆունկցիայի առաջ մի հատ մինուս դրեք, կդառնա ձեզ նորից մինիմիզացիայի խնդիր։ Համար մենք միշտ ամեն ինչը խոսելու ենք նվազացնելու կոնտեքստով, նվազագույն կետը գտնելու կոնտեքստով։ Բայց այս սահմանումից, եթե մի քիչ ավելի տեխնիկական փորձ ենք ասել, սա նշանակում է, որ ինչ որ unimodal ֆունկցիայի համար, օրինակ այս սրա, ինչ որ x աստղանիշը իր լոկալ մինիմումն է, այդ նշանակելով, որ այս f-ը պետք է խիստ նվազի մինչև այս x-ին հասնելը, x-ին հասնելուց հետո էլ աճի։ Կամ եթե մաքսիմումը պետք է աճի, հետո նվազի։ Չենք կարող ունենանք այսպես ինչ որ բան։ Հենց sense բան եղավ, всё։ Այստեղ արդեն խնդրեմ ալնում, որտեղ մինչև այստեղ ստաբիլ չի նվազել։ Այսինքն ըստ էության այսպես ֆունկցիաներ ենք մենք նայում, էլի։ Եթե մի հատ էլ հիշենք մինիմիզացիայի մեր պահը։ Նրանք բավականին թեթև է իրենց հետ աշխատելը ու իրականում շատ հաճախ ենթադրվում է, որ հենց sense ֆունկցիա էլ ունենք, կարող օրինակ ինչ որ ֆունկցիան վերցնենք, իրան տարբեր կետերից սկսենք, բայց մեկը ենթադրություն պահենք, որ դե ինչ որ այդ ինտերվալը մեր ուզած unimodal կլինի։ Ահա, սրա կարևոր հատկություններն է, որ դե մեր լոկալ օպտիմումը նաև գլոբալ է լինելու ու օպտիմիզացիայի համար շատ հեշտ է, շատ թեթև է, ոչ մի վախ չկա, որ լոկալ օպտիմումում տենց
ընկնելու ենք բանի մեջ, լճանալու ենք այնտեղ ընկնենք թակարդի մեջ մի հատ ինչ որ լոկալ օպտիմումի չկարանանք դուրս գանք, որովհետև լոկալը գլոբալ է։ Այդ խնդրը մենք շատ ենք ունենալու, էլի, որ լոկալ օպտիմումը անգե չի կարողանում դուրս գան։ Շատ արագ մի երկու հատ օրինակ, x քառակուսին հրաշալի յունիմոդալ ֆունկցիա է։ Ուռուցիկ յունիմոդալ գլոբալ օպտիմումը 0 կետում, մինչև ստեղ նվազում է, ստեղից հետո աճում է։ Բացարձակ արժեքը ուռուցիկ չի, գոգավոր է, բայց էլի յունիմոդալ է, եթե բանով նայենք, որ մի հատ մոդ ունի, տենց էլ կա։ Ասենք սենց ինչ-որ բանն էլ ոչ ենա, ոչ են։ Յունիմոդալ չի։ Դե ժողովուրդ, ցանկացած հարց ստեղից, եթե չէ, արդեն կանցնենք մեր ալգորիթմին։ Լավ։ Դե գնացինք։ Այսօր անելու ենք միաչափ օպտիմիզացիա, univariate optimization գտնենք մինիմում այն r-ից r ֆունկցիաների համար։ Ու մեր ենթադրությունն ալնելու, որ մեր f-ը յունիմոդալ է։ Հիմա հիմնական ալգորիթմները, որ սրա համար կիրառվում են, օրինակ եթե գանք անցնենք հենց ասենք SciPy-ի դոկումենտացիա, ստեղ ասում է կարաս ասես brand, կարաս ասես golden, այս էլ սահմանափակ է ուղղակի ասում։ Ինչ է այս golden section search-ը, անունը որտեղից է գալիս, գայս է այս բան, այդ yen ու p-ն որ կա, իրանց հետո ամենահայտնի կոնստանտը մեր phi-ն է, չէ՞։ Ռուսերենով ասած զալոտոյե սիչենիան, որ այսինքն սիրուն սպիրալներով բամանով ցույց են տալիս, այն Fibonacci-ի հետ կապվածը բանման, տենց լիքը տարբեր մեկնաբանություններ ունի, այդ golden section-ն իրան անվանում, իր իդեան նա, որ ասում ենք, եկեք անենց բաժանում անենք, որ այս մի հատ ինչ-որ երկու հատ ինտերվալի, այստեղ ունենք այս երկարը ու կարճը, նենց անենք, որ այս երկարը բաժանած կարճի, այս որ ավելացրել ենք, լինի նույնը ինչ, եթե այս ամեն ինչը բաժանենք այս սրան։ Ինք սենց ոնց որ սիրուն ձևով զում ենք անում, էլի սենց ասած։ Ամեն անգամ էնկոմ գնալուց այնքանով ենք էնկոմ գնում, որ այսա պահպանվի, իսկ սա պահպանվում այն ժամանակ, երբ որ հարաբերությունը 1.618 է լինում։ Հիմա ինչ կապ ունի այս ամեն ինչը այս ալգորիթմի հետ, խի անունը տեղից ստացել, հեսա կտեսնենք։ Իրականում կախված է լինելու նրա հետ, որ մեր ինտերվալը, որ ուզում ենք գուշակություն անենք, տենց կրճատելուց, տենց պստիկ սենց կտրտելուց հնարավոր տարբերակները, ըստ ֆին մեջը դուրս է գալիս, էլի որպես փնտրելու մեթոդ։ Հետո էլ այս brand-ը որ անցնենք, brand-ը լինելու է ուղղակի ասելու է մի հատ ավելի հաշվարկային բարդ, բայց խելոք տրյուկ անենք, դա ասելու ենք պարաբոլ եկեք գծենք, պարաբոլի մինիմում գտնենք, ու երբ որ դա պրավալ գնա, չկարանանք անենք, հետ գանք golden section օգտագործելու։ Այդ երկու բանն է, հեսա հերթով սովորելով գնանք, ինչի է քեֆս բերում այս golden section search-ը, որովհետև ինքը հենց կոնկրետ ուղղակի հենց յաբախտի կետեր վերցնելով է աշխատում։ Ոնց է սկզբունքը։ Մենք մի հատ ինչ-որ ֆունկցիա ածանցյալ չենք օգտագործում, ոչ բան չենք անում։ Ոնց կարանք գտնենք բավականին արագ ու նույնիսկ գառանտիայով իր օպտիմալ կետը, եթե յունիմոդալ է։ Մեր մոտեցումը սենց է։ Ասում ենք, եկեք 3 հատ կետ պահենք մտքում։ Մի հատ ոնց որ ձախի ինտերվալ ենք վերցնելու, այն ամենաձախ հնարավոր, ամենափոքր հնարավոր կետը, որ կարող ընդունի։ Մի հատ աճ կետ, այս ամենամեծերը։ Ու մի հատ էլ ինչ որ ընթացիկ կետ ենք վերցնելու։ Այս ավին։ Հիմա այս 3 կետի համար ես ֆունկցիայի արժեքը հաշվելու եմ։ Այստեղ այս գրաֆիկը գծած է, բայց պատկերացրեք ուղղակի ասում եմ, որ գիտեմ, որ այստեղ ընդունել է սա, այստեղ ընդունել է սա, այստեղ ընդունել է սա։ Հիմա ժողովուրդ։ Ոչ մի բան չեմ օգտվում։ Յաբախտի կետ վերցնելով եմ շարժ։ Հիմա եթե մի հատ էլ յաբախտի կետ վերցնեմ, օրինակ այստեղ։ Ու ստեղ արժեքը հաշվեմ իր, արժեքը լինի օրինակ այստեղ։ Կարաք ասեք, որ ինտերվալում, եկեք ստեղ տառեր գրեմ, ասենք A, B, C, D։
Կարեք ասեք, որ ինտերվալում մեր մինիմումի կետը հաստատ չի լինելու։ Մենք ենթադրում ենք, որ սա բան է, յունիմոդալ է։ C-ից D-ում հաստատ չի լինի։ Ինչի՞։ Որ եթե յունիմոդալ է ու աճում է, մինչև B-ն նվազում էր, B-ից հետո աճում էր, ու հետո մեկը աճելու է։ Շատ ճիշտ է, որտեղ եթե նվազեր, ուրեմն յունիմոդալ չէր լինի։ Շատ լավ, այսքան կարանք բռնենք ու այս ինտերվալը կտրենք, չէ՞, CD-ն կտրենք։ Հիմա այս CD-ն որ կտրեցինք, մեր մոտ ստացվելու է, որ ունենք մի հատ ձախ կետ, մի հատ աջ կետ, մի հատ ընթացիկ կետ, ու ինչ ենք անելու, կարեք գուշակեք։ Էլի 4-րդ կետ ենք ընտրում։ Էլի մի հատ յաբախտի կետ ենք վերցնում։ Եկեք օրինակ թող սա լինի, եկեք անունը դնեմ E ասենք, ու գցենք բան, այս Y-ն էլ B-ից ավելի բարձր եղավ, այստեղ եղավ, կամ օրինակ այստեղ եղավ։ Այս դեպքում կարեք ասեք, որ ինտերվալում է լինելու մեր մինիմումը։ Որ ինտերվալը կարանք գցենք մի կողմ նորից, էլի։ Այից են հանենք։ Այից են կարանք կտրենք, գցենք մի կողմ, չէ՞, որտեղ պետք է այստեղ իջնի, գա բարձրանա։ Այս կետը այստեղ չի լինելու, չէ՞։ Սրային այից բարձր չի լինելու։ Ինչի՞, որովհետև եթե այս B-ն այից ցածր է եղել, իսկ միշտ այստեղ ինչ որ կետ լինելու է, որ սրանից ցածր է, որովհետև այս ֆունկցիան յունիմոդալ է, պետք է նվազեր, հետո աճեր։ Եթե այստեղ աճելով գար, այսինքն ինչ որ պատմություն էր լինելու, ինչը էլի յունիմոդալությունը խախտելու է։ Այսինքն այս դեպքում էլ իմանալու ենք, որ կտրելու ենք վերցնենք այս ինտերվալը։ Ու սաղ իդեան սա է։ Իսկ 3 հատ կետ ունենք, 4-րդն ենք վերցնում, համատում ենք արժեքը։ Եթե B-ից մեծ է, այն ձախի ինտերվալն ենք կտրում, փոքր է, աճի ինտերվալն ենք կտրում։ Ու տենց փուճուրացնելով գնում ենք։ Всё, դա է, գաղափարը դա է։ Եկեք մի քիչ ավելի մանրամասն տեսնենք ու հետո հասկանանք, բասա ինչ կապ ունի ընդհանրապես բանի հետ, ֆիի հետ։ Բայց process-ը սա է։ Նայեցինք այս մեծը, համատում ենք, այս թազան ավելի լավն է, քան հինը։ Եթե հա, վերևը կտրեցինք, այս ինտերվալն ենք գալիս։ Նորից ենք թազա վերցնում, օրինակ այս մեկը ստեղ էր։ Համատում ենք, ավելի լավն է։ Չէ, ավելի լավը չէր այս մեկը։ Էլի կտրեցինք, էլի ենք թազա վերցնում, էլի ենք կտրում։ Այսպես գնում ենք։ Այսինքն սկսում ենք ինչ որ x ձախ, x աճ, սենց ինչ որ ինտերվալից, մի հատ պատահական կետ ենք վերցնում, ու հիմա իտերատիվ, այս մեր ձախ ու աճի ունեցածի մեջ պատահական կետ ենք վերցնում, ըստ դրա թե պատահական կետը փոքր էր թե մեծ էր, ինչ որ մի ձևով կտրում ենք ու իտերատիվ իջնելով գնում։ Ու всё, վուալա։ Հիմա սրա լավը ո՞րն է։ Քանի որ մենք ստաբիլ կտրելով գնում ենք ինտերվալը, նաև կարելի է հաշվել, թե ոնց ենք կտրում։ Սա նշանակում է, որ ու եթե օրինակ որպես գուշակություն պատկերացնենք, որ բան ենք անում, էլի, ամեն մի քայլին որպես գուշակություն վերցնում ենք, ասենք, միջնակետը օրինակի համար։ Մենք գիտենք, որ այս ձախ աճ ինտերվալում է լինելու, միջնակետն ենք փորձում գուշակել։ Ինչը տենց ստանդարտ նորմալ ձև է, էլի, այստեղ միջնակետը գուշակենք եւ այլն։ Մենք կարանք ասենք, որ եթե ձգտացնենք անվերջի այս մեր իտերացիաները, մեր այս գուշակությունը, այս x աստղանիշը, գուշակությունը հաճախ աստղանիշով ենք նշանակելու, ձգտելու է իսկականին, x-կական, մի խոսքով։ Այսինքն մենք ունենք երաշխիք, որ մենք կգտնենք օպտիմալ կետը։ Ինչպես նաև սրա լավը այն է, որ եթե օրինակ ֆիքս էսա մի քիչ հետո որ այս պատահականության փոխարեն մի քիչ մոտեցում ունենանք, թե ոնց ենք ընտրում նոր կետը, արդեն նաև կարանք իմանանք ամեն մի քայլով ինչքանով է կրճատվում մեր ինտերվալը։ Այսինքն կարանք նույնիսկ ասենք ուզում ես sense ճշտություն, այսքան իտերացիա հետո հաստատ այդ ճշտությանը կհասնես։ Ինքը այդ ամեն ինչով շատ հաճելի ալգորիթմ է դառնում, էլի։ Հարցեր մինչև ստեղ ժողովուրդ։
Դե լավ։ Հիմա ոնց կարանք սա լավացնենք, որ յաբախտի չընտրենք, այլ պրոցեդուրա ունենանք։ Նախ ոնց որ մի հատ բան, որ հաճելի կլինի պահանջել, դա նա որ եթե ունեինք ստեղ մի հատ ինչ որ x կետ ունեի, այստեղ մի հատ x կետ ունեինք, ստեղ մի լավ եկեք գրեմ, ստեղ մի հատ ձախ կետ ունեինք, մի հատ աջ կետ ունեինք, մի հատ ընթացիկ կետ ունեինք։ Բավականին խելքի մոտ կլինի, որ ոնց որ այստեղ այս աչից ինչքանով որ հեռու ենք գնացել, նոր կետը ստանալուց ձախից այդքանով հեռվանանք։ Այսինքն սիմետրիկ լինի։ Այս հինը եթե շատ մոտիկ ա եղել այստեղի մեր ինտերվալին, թող այս նորն էլ շատ մոտիկ լինի։ Այսինքն մենք ուղղակի սիմետրիա ենք պահանջելու, ասելու ենք թող այսա սրան հավասար լինի։ Այսպես։ Սիմետրիան հիմնականում միշտ շատ հաճելի է, Ահա, այս մի պահանջ ենք դնելու։ Սա մեզ նաև հեսա օգնելու է, որ տենց միշտ իմանանք, որ երբ որ կրճատում ենք, ասենք որոշում ենք այս ինտերվալը կտրենք կամ այս ինտերվալը կտրենք, իմանանք, որ նույն քանակի բան ենք կտրում, էլի։ Տհաճ է ալգորիթմի դիզայնի տեսանկյունից, որ մի պայմանի դեպքում մի ձև կրճատվի, մյուսի դեպքում ուրիշ ձև։ Դրա համար ոնց որ շատ բնական ցանկություն է ունենալ սիմետրիա։ Մյուս բանը, որ կարանք ուզենանք լինի, դա նա, որ ասենք իրոք թող լրիվ պահպանվի մեր ինտերվալների չափերը։ Այսինքն մի դեպքում, եթե մեր ինտերվալը sense կտրենք այսքանն էր լինելու, մյուս դեպքում այսքանն էր լինելու մեր նոր ինտերվալը, թող իրենք իրար հավասար լինեն։ Հիմա ինչ է լինում, եթե այս երկուսը իրար միավորում ենք։ Ստացվում է, ոնց որ ուզում ենք այս մեր b-երը իրար հավասար լինեն, եթե տառերով նշանակենք, օրինակ ասենք սա էլ c-ա, սա c-ա, սա c-ա, սա b-ա, այսպես մի հատ բան ենք ստանում, որ այս մեր սաղ ինտերվալը եթե նշանակենք i-ով, մինչև այս մեր թազա կետը եղածը նշանակենք c-ով, այն մեր հին ինտերվալի երկարություն, ավելի են մնացած տակը մնացած ինտերվալի երկարությունը, որ նշանակենք b-ով, հիմա մենք ուզում ենք, որ կտրելուց հետո այս մեր b-ն որ կա, այսինքն թազա չափը որ կա ինտերվալի, ինքը i-ից այնքան ավելի փոքր լինի, այսինքն այս b-ն i-ի բաժանած, լինի նույնը ինչ, ուղղակի այս c-ն b-ի բաժանած։ Այսինքն այն ինչքանով որ կրճատեցինք, հավասարաչափ է լինի։ Այս օքեյ ժողովուրդ, թե ինչ ենք ուզում անել։ Մինչև ստեղ ինչ-որ հարց։ Լավ։ Ո՞ս մեզ ինչ է տալու, որ ասենք b բաժանած a-ն ուզում ենք հավասար լինի c բաժանած b-ի, եթե բռնենք օրինակի համար մի վարքան։ Հա, ու ոնց որ այս ֆին որ այս ինտերվալը որ կա, այս բաժանածը, սա նշանակելու է, թե քանի անգամ նվազեց մեր բանը, չէ՞։ Մեր կտորը a-եր դառավ b, այսինքն b i-երորդ անգամ նվազեց։ Հիմա ստեղ կարանք մենք բռնենք ու այտենց բավականին թեթևոտ հաշվարկ անելով, եթե ստեղ բան հաշվեմ, ֆի այս մի հատ b i-երորդ ու c b-երորդ իրարով բազում պատկեմ, ստանալու եմ, որ ֆի քառակուսին հավասար է, սրանք կրճատվեցին ուղղակի c i-երորդ։ Ու հիմա, վայ, մի վարքան կներեք։ Հա, այսքան ունենք ստեղ, վայ, կներեք։ Հա, մոռացա ասեմ, այս մեր a-ն դա b գումարած c-ն էր, չէ։ Այսքան a-չից ունենք գրած a գումարած b i-երորդ, այս ունենք։ Խափեցի, չխափեցի, չէ։ Այս մեր մոտ ուղղակի վայ, մի վարքան ժողովուրդ։ հնաց Այստեղ այս մեկը բան էր, b գումարած c-ն i-եր հավասար։ Հա, մերսի շատ։
Այս C գումարած B a-երորդը որ ունենք, այս նույնն է ինչ ուղղակի 1-ը, չէ՞, a a-երորդը, այսինքն 1-ը։ Բայց մյուս կողմից, եթե նայենք այս B a-երորդը ինչի էր հավասար, B a-երորդը մեր φ-ն էր, չէ՞։ Իսկ այս C a-երորդը, այդ B a-երորդ անգամ C B-երորդն էր, որոնք որ նենց էին կտրի իրար հավասար լիներ։ Այսինքն մեր C a-երորդը φ-ի քառակուսին էր լինում։ Այսինքն ստանում ենք, որ 1-ը հավասար է φ գումարած φ քառակուսին, ու սա որ լուծենք, ստանում ենք φ-ն հավասար է լինում 0.618, այս էլ մեր Fibonacci-ից եկող թիվն է։ Եթե այստեղ գրեմ 1 φ-երորդ, ինքը մեզ տալու էր հենց ստեղի այս 1.618-ը, ուստեղ կակրած տեսնում ենք այս բանն էլի, որ ասում ենք թազա ինտերվալ ենք վերցնում, ուզում ենք այս երկար ինտերվալը որ կար, սա մեր մոտի երկեմ ներողություն, որտեղ էր։ Հա, սա մեր մոտի B-ն էր, ուզում ենք այս B-ն բաժանած C-ի, այսքանը բաժանած այսքանի, լիներ նույնը ինչ, այստեղ այս ամեն ինչը, այս A-ն բաժանած էլի այս մեր նույն B-ի։ Ու այս երկու պայմանը դնելով գալիս ենք նրան, որ եթե կրճատելու ալգորիթմ որպես վերցնենք, որ ուղղակի այսքան քայլով գնում ենք ձախ, կգանք արդեն մեր հենց բանին, անունչը, մեր այդ golden section search-ին։ Այսինքն այդ յաբախտի կետերը ընտրելուն ասցինք լավ չենք ուզում լրիվ յաբախտի լինի, ուզում ենք լինի սիմետրիկ ու ուզում ենք լինի ստաբիլ նվազումով։ Այդ անելով արդեն ժամանեցինք նրան ինչ ուզում էինք։ Ու հիմա մեր թազա կետը ընտրելուց ուղղակի ասելու ենք, օրինակ, եթե a-ից ենք ուզում գանք, ասելու ենք a-ից արի այս ինտերվալի երկարությունը թե a-ը, ուղղակի a-ից նվազեցնելու ենք a անգամ φ-ով իրան։ Ձախից եթե գանք, ձախից աճացնելու ենք a անգամ 1 մինուս φ-ով։ Այդտենց կետերը ընտրելով գնալու ենք ու վուալյա։ Հարցեր ինչ որ ստեղից ժողովուրդ։ Ու սա ռեալ ոնց որ լավագույն software-ներում օգտագործվող default ալգորիթմն է։ Այսինքն այն ինչը որ սկսեց ուղղակի շատ բնական մոտեցումով, որ դե թազա կետ ընտրենք, նայենք մեծափոքր է կտրենք, նայենք մեծափոքր է կտրենք, այդ է իրականում լավագույն աշխատող մոտեցումներից է։ Unimodal միաչափ ֆունկցիաների համար, այդ կարևոր է նշել։ Ցանկացած հարց ժողովուրդ։ Նախից գալուց որ խնդրեմ նորից կասեք ղեր 1 մինուս φ։ Հա, մի վարքան։ Ոնց որ մեր ինտերվալի երկարությունը, եթե օրինակ նշանակենք 1-ով, հիմա φ որպեսի մի վարքան, որպեսի ստեղ ունենանք լավ, եկեք սրա երկարությունն էլ գրեմ c, չէ, կներեք, եկեք ոնց ընդեղ գրած էր, տենց գրեմ, որ հետո չշփոթվենք ավել։ Մեր մոտ ստեղ այս ամեն ինչը a էր, այսքանը c էր, այսքանը b էր։ Մենք ուզանալու ենք, որ մեր մոտ այս b բաժանած a-ն լիներ հավասար մեր այդ φ-ին, որ այդքանով նվազում լինի։ Հիմա b-ի երկարությունը եթե a-ը, ներողություն, b-ի երկարությունը պետք է եթե վերցնենք a մինուս ինչ-որ բան, հիմա պետք է ասենք a մինուս a անգամ ինչ վերցնենք, եկեք x գրենք, որ b բաժանած a-ն հավասար լինի φ-ի։ Այսինքն a անգամ a մինուս a անգամ x, նույն ինքը a անգամ 1 մինուս x-ը, ուզում ենք հավասար լինի φ-ի, հետաբար x-ը հավասար է լինում, հա, ու սա բաժանած a-ի, x-ը հավասար է լինում 1 մինուս φ, թարսը ստացա։ Լավ հասկացա, մերսի շատ։ Բայց հա, բայց թարսը ստացա։ Ահա, պատկերացրի։ Հա, օքեյ, մերսիներ։
հարցի համար։ Էլի հացա ժողովուրդ, համեցեք։ Դե լավ։ Հիմա ինչա կարելի անել է սրանից ավելի լավ։ Հիմա եթե էլի նույն կտրվածքով են գալիս, որ ունենք 3 հատ կետ։ Ասենք գիտենք ստեղ ընդունել է այս արժեքը, ստեղ ընդունել է այս արժեքը, ստեղ ընդունել է այս արժեքը։ Հիմա ինչ որ նոր կետ ենք ուզում առաջարկենք։ Եթե փորձենք ոնց որ այս կետերը ինչ որ ձև մոտարկենք, ինչ պատկերով կարանք միարժեքորեն մոտարկենք սրանք։ Տրված 3 կետով մեր իմացած ֆունկցիաներից ի՞նչն է անցնում։ Ու որ տենց թեթև հեշտ է հաշվել։ Պարաբոլա։ Պարաբոլա, չէ՞։ Ու ոնց որ եթե կետերը ունենք, բավականին հեշտ կարանք հաշվենք, չէ՞։ Այնտեղ բավականին հեշտ կարանք այս պարաբոլը անցկացնենք իր վրայով ու պարաբոլի մինիմումը գտնելու համար ուղղակի ինչ որ -b բաժանած 2a, եթե պարաբոլը աքառակուսի գումարած աքառակուս մի խոսքով այս պարաբոլը ունենք, կարանք բավականին հեշտ այս մինիմումի կետը գտնենք, չէ՞։ Ու հիմա եթե այս թազա կետը ընտրելուց ասենք դե լավ, եկեք պարաբոլով շարժվենք, քառակուսային մոտարկումը վատ մոտարկում չի, հատկապես եթե յունիմոդալ հասարակ ֆունկցիա ունենք, այտենց եթե վարվենք ու գանք թազա կետը ընտրենք որպես այս 3 կետերով անցնող պարաբոլի մինիմում, իրականում շատ ավելի արագ գալու ենք հասնենք օպտիմալ կետին։ Հիմա այս կետը, որ ընտրեցինք պարաբոլի, կարանք կրկին ստեղ նայենք, հասկանանք ոնց ենք ինտերվալը մեր մոտ կրճատում, այս նայողություն այս դեպքում այսպես կկրճատենք երևի։ Մի քիչ ծուր վատ եմ գծել, բայց համ։ Ու հիմա կունենանք թազա 3 հատ կետ, ասենք այսա, այսա ու այսա։ Ու էլի կարանք իրանցով պարաբոլ անցկացնենք, այդ պարաբոլի լավագույն մինիմումը գտնենք, այդ ավերցնենք որպես նոր կետ ու նորից կրճատենք։ Այսինքն, այս մեր 3 հատ կետ ընտրել, թազան սարքել, կտրտել միջակայքը մոտեցման մեջ, այդ թազա կետը ոչ թե ընտրում ենք ուղղակի ֆիքայլ այն կողմով, այլ կոնկրետ կախված այս կետերի արժեքներից։ Նախորդ մոտեցումը ուղղակի կետերի մեծ փոքրն էր նայում, չէր նայում հենց բուն արժեքներին։ Ու դա ոնց որ քառակուսային մոտարկման բանաձևի իդեան է։ Էս օքեյ է։ Մի հատ լավ մտածեք։ Իսկ գայս ենք մեր կետերով անցնող պարաբոլն ենք սարքում, պարաբոլը գծում ենք, գտնում ենք իր մինիմումի կետը, ըստ այդ մինիմումի կետի կրճատում ենք։ Ու սենցիտերատիվ գնալու ենք սիրուն։ Հիմա սրա պրոբլեմը ինչը կարա լինի։ Եթե 3 հատ կետ ունեմ, օրինակ այս միջակայքն է, ու 3 հատ կետ եմ գծել։ Ինչ պրոբլեմներ կարա առաջանա, եթե պարաբոլ ենք գծում ու ուզում իր լավագույն կետը գտնել։ Մի քանի կարաք փորձեք ինչ-որ վերսիաներ ուշակել։ Օրինակի համար այսպես եթե լինի։ Այս մեր մի կետն է, այս մեր մյուս կետն է։ Այդ գնալու կոճակ չկա։ Օրինակի համար եթե այսպես լինի։ Օպ, օպ ու օպ։ Այսանով եթե պարաբոլ գծենք, ոնց պետք է անցնի։ Շվատ եմ գծել իհարկե, բայց այսպես մի բան է, չէ՞ լինելու։ Վայ ժողովուրդ կներեք, այս կետը ստեղ պետք է գծեի։ Ինտերվալից դուրս չի կետը մեր։ Հիմա այս սրա մինիմումը լինելու է այստեղ ինչ-որ մի հատ կետ, այսինքն եթե 3 հատ կետ եմ վերցնում ու պարաբոլով մոտարկում եմ, երաշխիք չկա, որ իր մինիմումի կետը լինելու է այդ մեր ինտերվալի մեջ։ Չէ՞։ Okay, սա։ Մի քիչ լավ օրինակ եթե բերեմ, ավելի փոքր ինտերվալով։
Մեկի համար այսա։ Որտեղ հələ այնքան թափով չի նվազել, որ ասենք այսպես մի բան ա լինելու, չէ, այս շատ ոնց որ միջուղի կետեր են օրինակ, էլի։ Իսկ էս պրոբլեմա, որտեվ եթե այս մեր 3 հատ կետը բան եղավ, եթե նոր կետը ինտերվալից դուրս եղավ, մեզ այդ թազա կետը պետք չի, որտեվ գիտեինք այդտեղ չի մինիմումը, մեզ դա պետք չի։ Կընդ գուշակություն այդ պարաբոլի բրենտի մոտեցման տված արդյունքը կիրառելի չի լինելու։ Այսինքն կարող ենք պարաբոլ գծենք, ինքը մեզ տակ է, որը ինտերվալից դուրս է։ Ուրիշ պրոբլեմ որ կարող լինի, այնա որ օրինակի համար բախներս չի բերել այս 3 կետն էլ մի ուղի վրա են։ Այս դեպքում ինչ կասեք պարաբոլի հետ կապված։ Գոյություն ունի պարաբոլես 3 կետով անցնող նույն ուղի վրա գտնվող։ Չէ։ Չկա, չէ՞, այսինքն զուտ ուղղակի չեն գտնելու։ Մի հատ էլ ուրիշ պրոբլեմ է նա, որ ոնց որ ալգորիթմը կարա օրինակի համար թեկուզ արդեն այստեղ մոտավոր սկսում ենք տեսնել, որ պարաբոլը որ գծում ենք, իր մինիմումը նույն կետն ա լինում։ Կամ համարյա նույն կետն ա լինում, այսինքն թազա կոորդինատ չեն կարող ստանանք այս մոտեցումից։ Դրա համար այս քառակուսային մոտարկումով մոտեցումը ինքը ճկուն չի։ Ինքը այս 3 պայմանի դեպքում ուղղակի ստոպ ա տալիս ու առաջ չենք կարող գնանք։ Ու ինչ է ասում Բրենտը, ասում է դե հենց որ ստոպ ա տալիս, անցի է նախորդ մեթոդին, golden section search-ին։ Այսինքն երբ մեր մոտ աշխատում է այդ ուժեղ ձևով նոր կետ գտնելու, գտի, քո ցավն էլ տանեմ։ Չի աշխատում, խնդիր չկա։ Հեն հին մեթոդը ունենք, պլան B-ն կա։ Այստենց 73 թվի ալգորիթմը, որը ուղղակի հերթով այս երկու ալգորիթմերի մեջ պատտվում է։ Քառակուսայինը արեց, եթե կետը գտնվում է ինտերվալի մեջ ու բավարար հեռու է հին կետից, այսինքն մոտավորապես նույն կետը չի մեզ տվել։ Այս բավարար հեռուի համար ինչ որ մոտեցումներ կա, էլի, ոնց է կարելի սահմանել։ Օրինակի համար տենց նախորդ ինտերվալի չափից կախված է կարելի ասել, ինչքանով է լավացել նախորդ անգամ։ Եթե սա լավ եղավ, ընտիր, շարունակի։ Եթե չէ, գնա golden section search-ին։ Սա լավ է նա, որ ինքը արագ է զուգամիտում քառակուսային մոտարկման շնորհիվ։ Ու լավ է նա, որ արդեն ստաբիլություն ունի, որովհետև պրավալների դեպքում պլան B կա։ Ու երաշխավորված զուգամիտություն ունի, եթե f-ը ունի իրականում լոկալ մինիմում։ Ու ինքը հենց default օգտագործվող ալգորիթմներից է մեր։ Այստեղ մի հատ փոքրիկ օրինակ, սա տենց լավ ML-ից եկող բան է, բայց պետքա վիճակ անցնենք, որ նոր իմանանք։ Կարողք ուղղակի պատկերացնենք, ինչ որ ֆունկցիա ունենք, իր մինիմումն ենք ուզում գտնենք, ու այսպես մի հատ օրինակի համար մեր golden ratio-ն կամ golden section search-ը 45 իտերացիա է պահանջել, մինչդեռ Brent-ի մեթոդը 15 իտերացիայում գտել է։ Բայց այստեղ հարց է գալիս, դեռ ասում ենք գտանք կետը։ Այդ ինչ է նշանակում։ Իդեալական ճիշտ լուծումը գտանք, ճիշտ լուծում չունենք։ Չգիտեմ, եթե իմանանք պատասխանը ինչ է, ինչն է սա պետք է սա ամենով գլխացավի մեջ են գնում։ Բա ոնց հասկանանք ոնց ստոպ տա։ Այս մի քիչ քննարկել ենք նախորդ դասին։ Եկեք մի հատ ձեզանից առաջարկներ լսեմ, մինչև էլ մի հատ հարցեր լսեմ։ Այս GSS-ն էլ, Brent-ն էլ այսքանով եզրափակեցինք, մի հատ մտածեք, տեսեք հարց կա թե չէ։ Լավ, այդ դեպքում կառաջարկեք ոնց ստոպ տալ ալգորիթմը։ Ինչը ըստ ինչերի է կարելի անել դա։ Օրինակ, որ նոր գտած կետը ինչ որ չափով մոդ լինի նախորդ գտած կետին ու գնալով այդ չափը փոքրանա։ Ահա, այսքան կարող ենք ասենք, որ օրինակ, հա, ընտիր, ապրեք, այսքան կարող ենք ասենք, որ եթե թազա կետ ես առաջարկում, բայց նույն նախորդն է, ու տենց մի քանի անգամ իրար հետևից էլի տենց չես տեղաշարժվում հեռու, դե վсё, հեչ։ Ինձ այդքան կարևոր չի, ես կունենամ 15.146 պատասխանս, թե 15.146.2։ Արդեն եթե պստիկ եք դառնում քո շարժումները, մուտքում, այսինքն մեր
input-ը մեր ունեցած կետը, որը որ ենթադրում ենք օպտիմումը, շատ փոքր է, շատ տեղաշարժվում, всё, stop դու։ Այս մի մոտեցում շատ լավ է։ Ուրիշ ինչ մոտեցում կառաջարկեք։ Կարեք նման բան ասեք, ոչ այս մեկը որոշման տիրույթի հետ կապված էր, այսինքն մեր input-ներն էինք նայում, որ քիչ է տեղափոխվում։ Ուրիշ մեկ էլ ինչով կարանք նայենք։ Դե իր արժեքները չենք ստանում։ Շատ ճիշտ է։ Այսինքն եթե sense ֆունկցիան տեսնում ենք sense ծիպուկներով շարժումը stop ենք տալիս, կարանք նայենք այս ֆունկցիայի ընդունած կետը, այսինքն կոնկրետ մեզ հետաքրող արժեքը ինչքանով է փոփոխվում, եթե ստեղ էլ արդեն ծիպուկներով շարժվում, էլի կարանք stop տանք։ Շատ լավ։ Այս երկու մոտեցումը ոնց կարանք փոխենք, որ իրանք բան լինեն։ Օրինակի համար, ասենք ամենասկզբերում փոփոխությունները մի ձև են լինում, այնտեղ վերջում արդեն շատ ավելի նուրբ փոփոխություններ են լինում։ Այսինքն կարող է ինչ-որ ձև կարանք ֆունկցիայի արժեքի հետ էլ կապենք սա։ Ոչ թե տենց բացարձակ ֆիքսենք, ասենք այսքանից ավել լավացում, այլ ֆունկցիայի արժեքից կախված, ասենք ինչ-որ լավացման չափ կամ փոփոխության չափ։ Այլ կերպ ասած, ոնց որ եթե արդեն նորոգություն, եթե արդեն ուճուրիկ արժեքների տիրույթում ենք, ասենք այստեղ 0.2-ի 0.1-ի արանքն է բանը, ու ֆունկցիան սկսում է շարժվել, ասենք 0.05-ով, հայմատ այս կոնտեքստի արժեքների հետ կարա տենց մեծոտ լինի, էլի, բայց եթե նայենք այն ամենասկզբի հետ միասին, այդքան մեծոտ չէր լինի։ Եթե մենք շարժվենք մեր այդ threshold-ը, այդ մեր կտորը, որը որ այդ մեր սահմանը, որից որ ցածրը ընդունելի է, սահմանենք օրինակ ըստես մեծ արժեքների, կարող է ստեղ արդեն անտեսենք էսենանց, էլի։ Ոնց կարանք իրան հարաբերական սարքենք։ Այսինքն ոչ թե ասեմ լավացի այսքանով, այլ լավացի այսքան ինչով, ինչ բառ եմ ուզում ասեք։ Հարաբերությունը վերցնենք y-ները ինչքան են փոխվել ու x-ները ինչքան են փոխվել։ Մոտավոր։ Այսինքն տենց նայենք արդեն իր բանին։ Հարաբերական փոփոխությանը։ Հին կետը սա էր, նոր կետը սա է, այսքանով լավացել է, սա քանի տոկոսն է այս նախորդ կետի։ Ըստ դրա նայենք, այսինքն հարաբերական փոփոխությունով նայենք։ Իսկ այդ y-ների ու x-երի հարաբերության հետ կապված էլ հենց կոնկրետ դրա այդ y-ի ու x-ի հարաբերությունը եթե նայենք, այդ ստացումը ինչն ենք նայում։ Այսա որ բաժանում ենք սրան։ Այդ ֆունկցիայի ինչն է։ Ածանցիալի նման մի բան։ Հա, գերազանց, ածանցիալն է հենց։ Կարելի է նաև նայել ածանցիալի, որ եթե շատ դանդաղ է արդեն փոխվում իր արժեքը, կարելի է ստոպ տալ։ Հիմա այս ածանցիալի կամ գրադիենտի պահենա, որ կարող է գրադիենտ չկա, կարող ֆունկցիան գրադիենտ ածանցիալ չունենա, բայց մենք իր վրա աշխատենք։ Բայց ամեն դեպքում թեկուզ տենց մոտավոր այսպես հարաբերության բանով մանով մի քիչ կարանք սահմանենք։ Բայց հա, այս էլ է շատ լավ կրիտերիա ասելու դες չէ ալգորիթմը ստոպ տանք։ Իսկ որն է այն ամենա, ասենց ասած, այն առաջինը մտքին եկող մոտեցումը, թե ոնց ալգորիթմը իմանանք անվերջ չի աշխատելու, այն ինչ որ բայց ստոպ է տալու։ Ու մենք ենք ալգորիթմը մշակողներ, այսինքն ցիկլը մենք ենք գրում իր, ասենց ասած։ Մի քիչ հարցը վատ եմ ձևակերպել ինձ թվում է, որովհետև պատասխանը իրականում տենց շատ բարձ չի համատած մնացածի, կարանք ուղղակի սահմանենք, ասենք, ամենաշատը 10,000 իտերացիա է աշխատում։ Այդքանը անցար, ինչ ուզում ալինի ստոպ է ստանում։
որ իմանանք ալգորիթմը ինչ որ բայց ստոպ է տալու, էլի։ Այսինքն ֆիքսենք մաքսիմալ իտերացիաների քանակ։ Ուղղակի մի հատ ինչ որ թիվ ենք ընտրում ու վերջ։ Այս մնացածը արժեքներից կախված է, այս մյուսը գիտենք ինչ ուզում է լինի ստոպ է տալու։ Ու սա բավականին կարևոր է միշտ ունենալ, էլի։ Որ հանգիստ լինենք, իմանանք ինչ որ բայի վերջ կլինի, էլի։ Հայկական, բայց կարող է այդ իտերացիայի թիվը, որ նշես ինչ որ մի թիվ, դրա արդյունքում չգաս, հասնես չէ այդ կետին։ Չգիտեմ, կարող է 100-ը նշես, բայց 105-ում է ինքը հասնելու։ Ստացվում է, որ այդ թիվը դու ես սխալ նշում կամ չգիտեմ, տենց ոնց որ յաբախտի չնշես էլ ինչ տենց մտքով նշես, որ հաստատ կհասնես։ Ահա, շատ ճիշտ նշում է։ Դրա համար ոնց որ այդ թիվը նշելուց մենք ուղղակի ասում ենք, լավ, որն է այն ամենամեծ քանակը իտերացիաների, որ մեզ կարանք թույլ տանք։ Մեկի համար ուզում ենք մի ժամում արդյունք ստանանք։ Այսինքն պետքա մի ժամում արդյունք ստանանք, ավել չենք կարա սպասենք։ Կամ գիտենք, որ մի ժամ եթե ծրագիրը աշխատի, այդքանում չգտավ լավ արժեք, ուրեմն մեր մոտեցման մեջ խնդրեմ կա, դրանից ավել պետք չի գնա։ Ինչ որ ուղղակի շատ մեծ թիվ ենք ընտրում, այնց թիվ, որ մեզ ընդունելի է։ Ժամանակի ու ռեսուրսների սահմանափակման տեսանկյունից, որ sense tense մեզ չեն կարա թույլ տանք դրանից ավել սպասենք։ Այդ այնց ինչ որ թիվ ենք ընտրում, որ իմանանք այդ կտրվածքով ստոպ կտա։ Ու նաև հիմնականում օգտագործում ենք իր հետ միասին sense ինչ որ մոտեցումներ եւս, որ կարող է սա ահա որ մեծ ենք ընտրել, սրանցից ինչ որ մեկը բավարարվում է դրանից առաջ։ Հա, այստեղ։ Այդ դեպքում բան անենք։ Իմանանք, որ ալգորիթմը խելոք ժամանակ ստոպ կտանք, ու նաև իմանանք, որ մեզ հաջորդ օրը մեկը գա ասի, բա ինչ եղավ արդյունքները, իրան ինչ որ մի բան պատմելու կունենանք, որովհետև ստոպ տված կլինի ալգորիթմը արդեն։ Էս օքեյ է։ Այսինքն տենց բավականին խելամիտ օգտագործելու մոտեցում կարա լինի այն, որ ասենք աշխատի այնքան մինչդեռ օրինակի համար ֆունկցիայի արժեքի y-ների լավացումը ավելի մեծ է, քան ինչ որ բան, կամ ֆունկցիայի մուտքի փոփոխությունը ավելի մեծ է, քան ինչ որ բան, բայց նաև կամ օրինակ կարենք սա եւով ասենք, բայց նաև իմացի, որ 100,000 կամ միլիոն իտերացիա հետո ստոպ եմ տալու քեզ։ Անverջ չեմ սպասելու ուղղակի թողեմ ինչ ուզում ես անես։ Ու սրանով էս ոնց որ ստանդարտ մոտեցում որպես տեղ մի քանի հատ default արժեքներ է նշած, բայց տենց ուղղակի պետքա փուճուր թվեր վերցնենք, կանել այնքան մեծ թիվ վերցնենք, ինչքան բանն է թույլ տալիս, խնդիրն է թույլ տալիս։ Կարող է այնքան ծանր հաշվարկային լինի, ասենք կան հավասարը 5, կարող է այնքան թեթև լինի, ասենք կան հավասարը 10,000, 100,000։ Բայց հա, դա էլ մեր ստոպ տալու կրիտերիայի հետ կապված։ Մի հատ փոքր բան հարցնեմ, էլի։ Խնդրեմ։ Ալգորիթմների իրարից ավելի մեկը մյուսից լավ լինելը մենակ այդ քայլերի քանակով է որոշվում, թե ինչ որ բարդություն էլ կա։ Հա, շատ լավ հարց է։ Բանի տեսանկյունից այդ լավ լինել կոչվածը բան է, ոնց որ նախ եթե ուզում եմ ընտրեմ թե ինչ ալգորիթմ եմ կիրառում, առաջի հարցը որ հələ ոչ թե մտածելու եմ որն է լավ, որը վատ, այլ որը կարամ ինձ թույլ տա։ Որտեվ հստակ օրինակ գիտենք, որ երկրորդ կարգի հացանցյալ օգտագործող մեթոդները, իրենք իրանց մեջ նաև առաջի կարգի հացանցյալ ունեն, այսինքն դրանք հաստատ ավելի լավն են։ Եթե ինձ կարամ թույլ տամ իրանց օգտագործել, ընտիր կգնամ իրանց կօգտագործեմ։ Եթե չեմ կարա թույլ տամ, ուստեղ արդեն գայս է ձեր ասած բարդության պահը, որ օրինակի համար երկրորդ կարգի մեթոդները n քառակուսիով են աճում, այսինքն պարամետրերի քանակը մեծացնելուց տևողությունը իրանց աշխատանքի քառակուսային է աճում։ Այդ ճիշտ պահանջված հիշողությունն է քառակուսային աճում, ինչը մեկ-մեկ ուղղակի բերում է նրան, որ անհնար է իրանց օգտագործել։ Հաջորդ բանը, որ այսինքն ինձ կհարցնեմ, կարամ հիշողության մեջ տեղավորեմ այս մոտեցումը, թե չէ ընդհանրապես։ Կգմփա կոմպը, եթե միացնեմ, թե չէ։ Երկրորդ հարցն է, որ եթե կոմպը միացնեմ, ես կտենամ արդյունքը, թե թորներս։ Օրինակի համար, եթե շատ ծանր
ֆունկցիա է մեր մոտ, այսինքն ֆունկցիայից մի հատ output ստանալը երկար է տևում։ Օրինակի համար ինչ որ սիմուլյացիա ենք աշխատացնում, ինչ որ պարամետրեր ենք դնում, պետք է այդ աշխարհում run լինի, այդ ամեն ինչը արդյունքը ստացվի։ Հիմա դա մեզ չեն կարա թույլ տանք լիքը աշխատացնենք։ Եթե գիտեմ, որ լիքը ժամանակ չեմ կարա աշխատացնեմ, ասում եմ, օքեյ, ուրեմն պետք է օգտվեմ նենց մոտեցումներից, որ ինչ որ ինձ մի հատ սուրագատ մոդել են օգտագործում, sense ասած, որ այդ երկար հաշվարկը փոխում է արագ հաշվարկով, որը փորձում է նույն ձև իրան պահի, ոնց այդ երկարը, մի քիչ շատ խառը ասած։ Իմանամ, որ պետք է գնամ այտենց ալգորիթմներ արդեն։ Եթե այտենց էլ չի, օրինակի համար գիտեմ ածանցյալ ունեմ, կգնամ ածանցյալով ալգորիթմ կարեմ։ Չունեմ ածանցյալ, ստիպված արդեն կմտածեմ ածանցյալով մեթոդների մեջ։ Այսինքն այդ իրարից լավ ու վատը ավելի շատ փոփոխվում է նրանով, որ միշտ գիտենք, որ ասենք էս Ադամը պատմականորեն հստակ գիտենք ավելի ուժեղ է, քան Ադագրադը, այս BFGS-ն էլ ընդհանրապես, այս BFGS-ն էլ ընդհանրապես գժական ալգորիթմ է, ուղղակի հասկանալու ենք, մտածելու ենք, որն է այն ամենաուժեղ գործիքը, որը կարանք օգտագործենք, էլի, այտենց ինչ որ կտրվածքով մոտավոր։ Okay, Մերսի։ Դες մերսի։ Կոպիտ ասած, ոնց որ կարակ պատկերացնենք, որ ինչ որ բան ենք ունենալու, էլի, ասենց ծառ ենք ունենալու մտքում, մի քանի հարցից բաղկացած։ Այդ ծառով այտենց ձախա չեն գնալու, գանք ինչ որ մի քանի հատիկ ալգորիթմի մեջ մտնենք, ու այդ մի քանի հատիկ ալգորիթմի մեջ արդեն հիմնականում բանից փորձարարական լավագույնը լինելու է, էլի։ Այդ էլ մեկ է կա, որ ասենք, չգիտեմ, կարող ինչ որ տեղեր խոսանք տեսական գարանտիա զուգամիտության, օրինակ համար այդ gradient descent-ը, եթե Lipschitz անընդհատություն կա տ.տ. ու step size-ը sense ինչ որ բան ընտրում, մենք գիտենք, որ երաշխավորված է, որ ինքը կգտնի օպտիմումի կետ։ Եթե ինչ որ տեսական բան ենք անում, լավ է, բայց պրակտիկայում օրինակ էդ էլ չի մեկա մեզ օգնելու, ավելի շատ ստանդարտներ է լինելու, էլի ասենք, բոլորը օգտագործում են այս։ Այս սրա հոդվածը նոր նայում ենք, ասենք, որ 200,000 մեջբերումի կարգի բան ուներ, ինչ որ հաշվել ենք, որ ամեն կես ժամը 2 հոգի հոդված է գրում, որտեղ օգտագործում է այս ալգորիթմը, տենց ինչ որ մի բան էր։ Այսինքն ուղղակի ըստ դրա ենք որոշելու։ Մի քիչ շատ խոսացի, մի քիչ կրկնվեցի, բայց մի խոսքով մոտավորապես պարադիգմը տենց է մեր մոտ լինելու էլի։ Ու նույնն էլ ML-ում, տենց հիմնականում ուղղակի նայելու ենք մարդիկ ինչը գիտեն, որ լավ է աշխատում ու դա օգտագործենք։ Մեր հաջորդ դասը անցած անգամ նշեցի, ոչ թե 5-շաբթի է լինելու, այլ 4-շաբթին։ Այդ ճիշտ մի հատ հարցում կդնեմ։ Լավ, եկեք հեռու չգնանք։ Մի հատ հարցում կդնեմ, հասկանանք հիմա անհարմար շրջանա միջանկյալ բանման պետք է ստոպ տանք թե չէ, թե օքեյ է շարունակենք։ Ըստ դրա արդեն կհասկանանք, բայց մոտակա 2 շաբաթը ես 5 շաբթիները չեմ կարողանալու, այսինքն հավանաբար 4-շաբթիներ կանենք, էլի։ Ու գուցե ուղղակի միշտ 4-շաբթի ֆիքսենք։ Առնվազն օպտիմիզացիայի կտորում էլի։ Ու հա, ու բան, այսօր ձեզ կուղարկեմ նաև տնայինը, բայց եթե կարճել ասեմ, ինչ որ ուղղակի ինչ որ տենց մի քիչ սիրուն ձևակերպած ասելու է բրենտի մեթոդի իմպլեմենտացիա։ Զուտ դա է լինելու էլի։ Կամ առնվազն դա է լինելու։